Ալիևը որոշել է թարմացնել Հայաստանի դեմ պահանջները, թե օգոստոսի 8-ի էյֆորիան է անցել։ Կարծում չնաչերել հնացրել, այսպես ասենք, ես միշտ թերահավատ եմ Ալիևի հետ կապված, օգոստոսի 8-ի հետ կապված, ողջունել եմ, դա շատ դրական քայլ եմ համարել, բայց դա խաղաղություն չեմ համարում միանշանակ, Ալիևը ապացուցում է, որ դա խաղաղություն չի։ Գիտեք, չի ուզում որ դա խաղաղություն չի ուզում որ վերածվի, նա անընդհատ շոշափում է հայ հասարակության նյարդերը, նա հատուկ է դա անում, որպեսզի նախ վարկաբեկի Նիկոլ Փաշինյանին, երկրորդը որպեսզի հայ հասարակությունը միշտ լարված լինի, բացի այդ իրականում ես վստահ եմ։ Ընդդիմությունը ասում է Նիկոլ Փաշինյանը Ալիևի տեխնացում է որպես։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս, ես ճանապարհին նոր դա է գալուց մտածում, այս ով է ասել որ Ալիևին ձեռնտու է որ Փաշինյանը հաղթի։ Հայաստանի ընդդիմությունը։ Դե դա հասկանալի է։ Դե մեկ այս կողմի փաստարկներն էլ նայենք, որ օբյեկտիվ լինի, նախ առաջինը ռևանշիստներ եթե գան Հայաստանում իշխանության, դա առիթ կլինի, որ Ալիևն ասի տարածքային պահանջներ են ներկայացնում, մանավանդ այդ շրջանակները Արցախից խոսում են։ Երկրորդը, ես ոչ թե մտածում եմ, որ Ալիևին ձեռնտու չի, որ Փաշինյանը մնա, այլ Ռուսաստանը եւ Ադրբեջանը չեն ուզենա, որ Փաշինյանը այնքան ձայն հավաքի, այնպես հաղթի, որ այլևս այստեղի ընդդիմությունը վտանգ չկարողանա իրեն սպառնալ։ Ես ավելի հետաքրքիր այսպես խաղ եմ մտածում, այսինքն այն բան, երբ Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը ուզում է աճել, եկեղեցու այս սկանդալների ֆոնին, փորձում են, ես Մոսկվային եւ Ալիևին մի նավի մեջ եմ տեղավորում, այդ իրենց հակասությունները ծիծաղելի դնենք մի կողմ, նրանք փորձում են բալանսավորել այստեղ ընդդիմության եւ իշխանության հնարավորությունները։ Այսինքն հիմա Ալիևի հայտարարությունը ընդդիմությանը ձեռնտու չի, ձեռնտու է, ասում են կապիտուլյանտ է, ոչ մի խաղաղություն էլ չկա։ Սա ավելի խորամանկ խաղ է, ոչ թե միայն նպատակ ունի, որ Փաշինյանին վարկաբեկի, ես այդպես եմ մտածում։ Այսինքն հիմա Հայաստանի այս նախընտրական process-ը արտաքին ազդեցության գոտում է ուժեղ գտնվում։ Կա երկու կենտրոն, ավելի է ուժեղանալու։ Կա երկու կենտրոն, որոնք գոհ չեն Վաշինգտոնյան համաձայնագրից։ Դա Ալիևն է, դա Ռուսաստանն է։ Ռուսաստանը դրա մասին ըստ էության խոսել է, որ դա իր շահերին դեմ է, չի հաշվի չեն առնում Ռուսաստանի շահերը, հիշում եք Լավրովի խոսքը եւ դա իրական չի։ Իսկ Ալիև պատրաստ է իր դափնիները Թրամփից հետ վերցնի։ Խնդիրը այն է, որ Թրամփը անկանխատեսելի անձնավորություն է եւ հույս կա Ալիևի մոտ։ Ամերիկան է, Ալիևը։ Թրամփը ամերիկան է, բայց հաջորդ նախագահը Թրամփի ուղի անվանումով ճանապարհի վրա չեմ կարծում կենտրոնանա։ Որովհետև հիշում եք, մենք Բայդենի հետ ստորագրեցինք ուրեմն համաձայնագիր եւ հետո մտածում էինք Թրամփը դա կիրագործի, թե ոչ, Ամերիկան այսպեսի երկիր է։ Հաջորդ նախագահի համար դա պետք է կարևոր լինի։ Բացի այն, որ կարևոր է, լավ, գործելու է, արդյոք ինչ միջոցների է պատրաստ ԱՄՆ-ն, որպեսզի այստեղ Ռուսաստանի հնարավոր եւ Ալիևը դեռ Ռուսաստանի հետ առանց Ռուսաստանի չէ։ Էսկալացիան, ասենք, մեղմի։ Իսկ եթե ԱՄՆ-ն զբաղված լինի Մերձավոր Արևելքում, Վենեսուելայում, Ուկրաինայում, այդ ընթացքում հնարավոր է Ալիևը ինչ-որ մի բան մտածի։ Էրդողանն էլ կարող է միանալ։ Ես անդադ լսում եմ, որ Թուրքիայի սահմանը պիտի բացվի, ես թերահավատ եմ, արդեն որերորդ ըստեյության տարի է անցնում։ Ես մտածում եմ, որ այս երեքը դեռ հույսը չեն կորցրել, կրկնել 2020 թվականը, նայած ԱՄՆ-ն ինչ դիրքորոշում կունենա, արդյոք զբաղված չի լինի ինչպես 20 թվականին իր ընտրություններով, բայց այն, որ ԱՄՆ-ն եթե ցանկանա եւ հետեւողական լինի, կիրագործի օգոստոսի 8-ը, դա էլ է միանշանակ։ Այսինքն 2020 կրկնելու համար միակ դեմ երկիրը Վաշինգտոնն է, Միացյալ Նահանգներն։ Եվրոպական երկրների մասին ես դեռ չեմ խոսում։ Խոսքը այս երեքն է։ Իրանը այդքան հիմա չի կարող ձայն բարձրացնել, ելնելով Իրան-Իսրայելը հակամարտությունում իր վատ իրավիճակից, երկրորդ ես չեմ կարծում, որ այդտեղ էլ ավարտվել պայքարը։ Տեսնում եք Նետանյահուն Լիբանանի վրա է արդեն հարձակում գործ։ Ըստ էության ոչ մի տեղ էլ չի ավարտվել։ Լուկաշենկոն ասում է ինչ էր այդ, Արեշնիկը դեկտեմբերից կմտնի մարտական պատրաստվածության որը Ուկրաինան արդեն ոչնչացել է Արեշնիկ Ուկրաինայում փորձագետները նշեցին։ Իրանը ասում է մենք արագ կվերականգնենք միջուկային օբյեկտները գազանկրկին ռմբակոծություն։ Պակիստանը, Հնդկաստանը երբեք չէին սկսի լայնածավալ պատերազմ երկուսն էլ միջուկային գերտերություն են, իդեպ Մոդին դա ասաց, դրա համար լարվել էին Մոդի եւ Թրամփի հարաբերությունները։ Հիմա այս քամիները մեր գլխին են։
Քամիները պատտվում են ամբողջ աշխարհում, երբ աշխարհակարգը այլևս գոյություն չունի, եւ Ռուսաստանը եւ ավտորիտար մնացած երկրները փորձում են դեմոկրատական երկրների, մասնավորապես ԱՄՆ-ի համար ստեղծել գլխացավանքներ։ Ինչ է անում Պուտինը ամեն օր գալիս նոր ինչ-որ զենքի մասն է խոսում, որ իհարկե որևէ մեկը չի տեսել, փորձարկումը, բայց ասենք կա։ Այսինքն էսկալացիային են տանում։ Հյուսիսային Կորեան, Վենեսուելան, հիմա պայքար է գնում դեմոկրատիաների, ժողովրդավարության եւ ավտոկրատիաների միջև Չինաստանը։ Ով է լինելու առավել հզոր, ով է լինելու ավելի հետևողական, նույնիսկ հզորությունը չի կարևոր։ Եթե ԱՄՆ նախագահը Վենեսուելայի ուղությամբ, ես այսօրին Facebook-յան էջում գրել էի, անհետևողական լինի եւ մինչեւ վերջ չտանի իր որոշածը, Ռուսաստան եւ Չինաստանը, որոնք Վենեսուելայի դաշնակիցն են, կմտածեն, որ արդեն Լատինական Ամերիկայում էլ ԱՄՆ-ն չունի կարմիր գծեր։ Կա այսպես շատ թանձր ձևավորված կարծիք, որ թրիփի ամենախորքային հակառակորդը հենց Չինաստանն է։ Միանշանակ Չինաստանը գող չի, որ Չինաստանից կամ Միջին Ասիայից եկող ճանապարհների վրա լինի ամերիկյան վերահսկողություն դեռ չասենք, սպեկուլյացիաների տեղիք չտանք, որ ասել միջանցք է, ինչ որ ներկայություն։ Ռուսաստանի ներկայությունը այդքան էլ վատ չի, որովհետև Ռուսաստանը իրենց փոքր գործընկերն է եւ հաստատ չի կարող Չինաստանին հակաճառել մեծ գեոպոլիտիկ խաղում։ ԱՄՆ-ն կարող է։ Չինաստանն է, Ռուսաստանը, Իրանը, ինչ որ առումով Իրանի այսօրվա ղեկավարությունը, եթե լինեին ավելի ոչ պահպանողական ռեֆորմիստ ուժեր, որոնք արևմուտքի հետ հարաբերությունները այսքան չփչացնեին, Իրանը կցանկանար այլընտրանք ունենալ այստեղ Ռուսաստանին, որը իդեպ դավաճանեց իրենց այսպես ճակերտավոր ասենք, պատերազմի հակահարձակման ժամանակ իսրայելական, բայց Իրանի այս իշխանությունը, որը Ռուսաստանի եւ Չինաստանի հետ է կապում իր անվտանգությունը, դա միանշանակ Հայաստանի դաշնակիցը չի կարող լինել։ Եվ ըստ էության չեղավ, մենք տեսանք, որ Հայաստանի վրա հարձակման ժամանակ ընդհանրապես ընդհանուր ինչ որ 2020 թվականին եւ 23 թվականին հայտարարություններ։ Թրամփի ժամանակներն են։ Թրամփի առաջին պաշտոնավարման վերջին շրջանն է։ Հենց դա է խնդիրը, ընտրությունների ժամանակ ԱՄՆ ներքաղաքական հարցերը դառնում են առավել կարևոր։ 2026 թվականի միջանկյալ ընտրություններն են ոչ պակաս կարևոր Թրամփի համար, իմպիչմենտի հնարավոր ելքով, եթե դեմոկրատները վերցնեն կոնգրեսը։ Ես ուզում եմ հասկանալ 26 թվականը ամենաբեկումնային տարին է ըստ էության, մինչև 29-ը հաջորդ ընտրությունը, 28 ներողություն։ Ինչ է լինելու տարածաշրջանում, երբ ԱՄՆ-ն ընկղվի իր ներքաղաքական խնդիրների մեջ։ Իհարկե մենք ունենք տարբերակներ, դա ավելի խորքային վերլուծության մաս է, այսպես ասենք։ Մյուս նկատելի հանգամանքը, որ Ադրբեջանի պաշտոնյաները ամեն ինչ անում են թրիփ արտահայտությունից խուսափելով եւ նրանք իրենց տերմինն են շրջանառում բարբերաբար։ Դա հող է նախապատրաստում հրաժարվել այդ ծրագրից ի վերջո։ Դա նախ ռուսական։ Դրանից պետք է պատրաստ լինենք։ Ռուսական տերմինոլոգիա, այսպես ասենք, նոյեմբերի 9-ի համաձայնագրի այդ կորիդոր Օվերչուկը, որ ասեց, ես տեսա նույնիսկ ադրբեջանական կայքում Տոկաև այդ հանդիպումից հետո միտեղ գրված էր Trip, միտեղ գրված էր Զանգեզուրի միջանցք։ Ալիևը երկուսն էլ պահում է, ինքն էլ Ալիևն էլ վստահ չի, ես չեմ ասում, որ Թրամփը միանշանակ հանձնվելու է Պուտինին, այսպես ճակերտավոր։ Թրամփն էլ անկանխատեսելի է, մի օր զարթնի եւ որոշի ռմբակոծել Իրանը, չէ՞, տեսանք։ Այսինքն Ալիևի նման լիդերները ավտոկրատ սպասում են եւ Պուտինի տեսնեն Թրամփը լուրջ է տրամադրված իր խոսքերում Վենեսուելայից մինչև Մերձավոր Արևելք, դա ազդանշան է իրենց համար։ Թե ուղղակի ասած ես 8-րդ խաղաղությունն եմ վերել, գրում եմ 9-րդին, դա լուրջ չի ընկալվում։ Կամ ասում է Ուկրաինա ինչի՞ չես քո տարածքները գրավում, հաջորդ օրը բղավում է Զելենսկու վրա, ասում է տուր Դոնբասը։ Այս քաղաքականությունը Թրամփի կամ չի տալիս հայմարսները, սա տարօրինակ է եւ ինձ համար ամենաբացասականն է այս իրավիճակում։ Երևանն էլ Բաքուն էլ ապաշրջափակման հայտարարություններ գրեթե միաժամանակ արեցին, որ ես սա եմ բացում, դու նա ես բացում։ Դա Թրամփին ոգևորելու համար էր, թե իրական հող կա այդպիսի հայտարարությունները։ Դա երկու երկրների միջև ապաշրջափակում չի այդպես ռեալ առումով Վրաստանի տարածքով, ոնց տրանզիտ երկիր էր դա, ցորենի մատակարարման մասն է խոսքը, ես ուզում եմ հասկանալ։ Ռուսներն ասում են մենք Ադրբեջանով կմտնենք Հայաստան։
Եվ ունենք այդ համաձայնությունը։ Տեսնենք նախ դա կլինի թե ոչ, իհարկե ռուսներն էլ ուզում են ցույց տան, որ միայն Թրամփը չի, որ կարող է այդպիսի բաներ այստեղ իրականացնել։ Միջին միջանցքի տրամաբանությունը չշփոթենք, խնդրում եմ Զանգեզուրի միջանցքի հետ ընդդիմությանը նկատի ունեմ, սա չի կարող Ալիևը գնալ այդ տրամաբանության դեմ, սա գեոպոլիտիկ խաղ է։ Գումարած Հայաստանի եւ Ղազախստանը ձեռք էին բերել պայմանավորվածություն, Ալիևը չէր ցանկանա գոնե Տոկաևին այդ առումով նեղացնել ինչ որ առումով։ Այսինքն մենք կտեսնենք դա շարունակություն կունենա, թե միայն այս տարանցման մասին է խոսքը, ես չեմ լսում Ալիևը ինչ է ասում։ Եվ երկրորդ հարցոք հետագայում սահմանազատման հարցերի հետ կապված Ալիևը ինչ որ նոր քարտեզներ չի հայտնաբերի, այսօր էլ այդ քարտեզներից խոսում ռուսական գենշտաբում հաստատ կգտնվեն քարտեզներ, որոնք մեզ ոչ ձեռնտու սահմանազատում է ենթադրում, եւ արդյոք դա խնդիր չի լինի ապաշրջափակման խաղաղության խաչմերուկի համար, խոսքը այս տարածքի մասին չէ, այս ճանապարհի, այլ Հայաստան-Ադրբեջան ողջ ուրեմն լոգիստիկ ապաշրջափակման համար սովետական շրջանի նկատմամբ։ Ալիևի այսօր ցարական Ռուսաստան հիշատակումը իմ տպավորությունն է ամենայն դեպս, որ քարեր են նետում նաև ռուսական Բոստան։ Գիտեք խնդիրը որն է, Պուտինը ինքը մշտապես նշում էր այդ։ Ասել էր, չէ՞, մեզ օկուպացրել են ռուսները Ժամանակին օկուպացրել են, բայց ըստ էության այդ օկուպացիայից հետո ստեղծվեց Ադրբեջանը, եթե խոսքը Թուրքմենչայի կամ Գյուլիստանի պայմանագրի մասի 13 թվականի 28, այսինքն Իրանին են այստեղ ամենամեծ վնասը ըստ էության ռուսները տվել, Լենինն էլ մեծ ներդրում ունի Ադրբեջանի առաջին հանրապետության կառուցման հարցում Հայաստանի հողերի վրա, այսինքն այստեղ խնդիրը որն է, քանի որ Պուտինը ինքն էլ է միշտ այդպես հասկացնում, որ իրենք տենց քարտեզներ ունեն ի տարբերություն այն քարտեզների, որ որոշվել է իբրև թե որ պիտի սահմանազատման 91 թվականի օրինակ կամ 70 կեսերից լինի։ Ես ուզում եմ հասկանալ Պուտինը այդ ինչ քարտեզներ է որ ունի եւ մինչեւ այսօր որևէ մեկը չի տեսել եւ գուցե Ալիևը դրանց է հղում անում։ Գիտեք, մենք այստեղ իդեպ այսպես անհավանական բաներ չենք խոսում։ Մենք պիտի հիշենք, որ տարիներ առաջ Պուտինն էլ էր խոսում քարտեզների մասին։ Կարող է դա ցարական չի, ասենք սովետական է, կամ ով է, ով գիտի, երբ է դա գծվել ընդհանրապես, բայց այն, որ Ալիևն էր ցանկանում, որպեսի սահմանազատումը Ալմաթայի հռչակագրով չլինի, դա մենք հիշում ենք։ Ըստ էության Արևմուտքը ստիպեց նրան, որ նա Ալմաթայի հռչակագիրը եւ սկզբունքները ընդունի Պրահայից հետո։ Բա ռուս-ադրբեջանական հարաբերությունները ինչի մասին են խոսում։ Խոսում են նրա մասին, որ որքան էլ ավտոկրատ ղեկավարներ ունենան անձնական խնդիրներ կամ ամեն մեկը ուզենա իր դիրքը առավել ուժեղ պահի, նրանք ինչ որ պահի միավորվելու են ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ Հայաստանի, ընդդեմ Արևմուտքի եւ դա գաղտնիք չի, Ադրբեջանում միշտ էլ հնչել են տեսակետներ, որ այստեղ Արևմուտքը եւ տարածաշրջանից դուրս գտնվող երկրները տեղ չունեն։ Հիմա Ալիևը փոխել է իր կարծիքը, գուցե Տրամփի վախից փոխել է, բայց իր ներսում նույնն էլ Սևան էր, չեմ կարծում, նա ուղղակի հայտարարություններ է անում։ Մենք գիտենք, որ ապագայի պատերազմները քաղցրամջրի համար են լինելու ջրային պաշարները, գիտենք Սևանի կարևորությունը, այսինքն հրապարակից չի խոսում, խոսում է Սևանից։ Եվ այդ առումով ես մի բան կարող եմ ասել, Ալիևը ցանկացավ ցույց տալ, որ ես քո համար խաղալիք չեմ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, ես էլ իմ տարածաշրջանի թագավորն եմ այստեղ ուզում նայողը լինել։ Եվ Պուտինը դեռ կարծես դա հասկանում է, իհարկե իր մեջ նա դա կպահի, բայց քանի դեռ Ուկրաինայում ինքը խրված է եւ Պակրովսկը համարում է գրավում այդպես լուրջ ստրատեգիական հաջողություն, նա ստիպված է Ալիևին այսպես ժեստեր անել։ Մեֆտիևի գործը բեմադրություն է, թե ուրիշ աստառն։ Ես կարծում դա երկու նպատակ ուներ, Ալիևին ցույց տալ, միայն դուր գալը չէ, որ մեզ տարբեր մարդիկ դիմում են, ճակերտավոր, որ մենք քեզ հեռացնենք, այնպես է դու էլ տենց ժողովրդավարական ճանապարհով չես ընտրվել, նույնիսկ եթե արդեն վերադարձել ես ճակերտավոր Լեռնային Ղարաբաղը։ Այդ ռուսական ազդակի մասին է խոսքը։ Այո, դու ունես ներքին լուրջ խնդիրներ, ընդդիմություն չկա, սոցիալական լուրջ խնդիրներ կա, կլանական այդ կառավարումը, այսինքն կարող են քեզ համար խնդիրներ ստեղծել, բայց այնքան բարի ենք, որ քեզ ասում ենք զգուշ եղիր, այսպեսի բաներ են տեղի ունենում, այսինքն ես սա եմ մտածում, ել չասած, որ իրենց ազդեցության գործակալին ըստ էության հանձնեցին, բայց Ասադից հետո ես արդեն ամեն ինչ մտածում եմ Մադուրոյի ուղղությամբ եմ հիմա կասկածում։ Վենեսուելայի նախագահի։ Դե Մադուրոն Վաշինգտոնի քթի տակ է, մի էլ կասկածի, որ հանձնի։ Մյուս կողմից էլ քանի որ ուզում է ասի ձեռքերը հերոպայի Ուկրաինայից Տրամփին, կարող է փորձեն գործարքի գնալ, ես Տրամփի
վրա էլ այդքան հույս չեմ կարողանում դնել, բայց հուսով եմ Տրամպը կգիտակցի, որ Ուկրաինայի, Եվրոպայի անվտանգությունը որևէ կապ չունի Կարիբյան ավազանում մեր խնդիրների հետ։ Բարձր։ Հիմա գանք շատ էական մի հանգամանքի։ Կարևոր է Հայաստանը ընտրությունների կգնա կամ շեմին կհայտնվի Բաքվի հետ կամ Մոսկվայի հետ հարաբերությունների այս մակարդակով, թե այլ։ Ես նախ կարծում եմ օրեցօր իրավիճակ է փոխվելու, որևէ մեկը չի կարող ասել մինչև 26 թվականի ընտրությունները աշխարհում եւ տարածաշրջանում ինչ կփոխվի։ Ցանկացած կետում զարգացում, երբ մենք խոսում ենք Պաղեստինից կամ Վենեսուելայից, դա մեզ է վերաբերում, շատ հաճախ ասում են, դա մենք ինչ գործ ունենք, սա հենց Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի պայքարն է, որը մեզ վրա ազդեցություն ունենում է տարածաշրջանում։ Հիմա իմ կարծիքով այսպես է Պուտինի խաղը չթողնել, որ Նիկոլ Փաշինյանը առանց կոալիցիայի կարողանա իշխանություն ունենալ, հնարավոր ձևերով թույլատնել նրան, հասկանալով, որ չես կարող փոխել այս մարդկանցով, եթե կարողանան, կցանկանան, կուրախանան ներողություն, բայց եթե հասկանում են, որ այս իրավիճակում դեռ Փաշինյանը ընտրվելու է, իմ կարծիքով, հատկապես եթե եկեղեցու այս բացահայտումները շարունակվեն, ամեն ինչ պիտի արվի, որ Նիկոլ Փաշինյանը այնքան վստահություն չունենա իր վրա, որ կարողանա հանգիստ փոխել իր նավը դեպի Եվրոպա, ասում են մյուս տարի դիմելու ենք Եվրամիություն, պաշտոնապես դեպի Տրամփ, Պուտինը ամեն ինչ պիտի անի, որ կառավարելի բայ Նիկոլ Փաշինյանին, եւ դրա համար գուցե գնալով էլի այս հայտարարությունները առավել ուժեղանան, ել չասած, որ տնտեսական ճնշման մեթոդներին կդիմեն, այնտեղ վերին դարսը, որ սոցիալական դժգոհություն առաջանա Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Ես պատկերացնում եմ որևէ բան սահմանին լինի։ Ինչ կփոխի։ Այս պահին Ալիևը իհարկե Պուտինը կցանկանար Ալիևի ձեռքով այդպեսի մի բան անել, բայց Ալիևն էլ է խորամանկ, Տրամպին չի ցանկանա հիմա այսպես գրգռել, հատկապես որ Տրամպը ամենտեղ խոսում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության մասին։ Կարող է անկանխատեսելի պատասխանել Տրամպը։ Դրա համար գոնե 1 տարվա մինչև 26 թվականի կտրվածքով Ալիևը այդպիսի քայլերի չի գնա, բայց որ ամեն ինչ կանեն, որ ցույց տան, որ սա խաղաղություն չի եւ մենք ընդհանրապես այսպես սպասում ենք, դա արդեն նա ցույց է տալիս։ Այսինքն պայմանագիրը հաստատ արկախված կմնա մինչև ընտրություններ։ Չի ստորագրվի, Ալիևը դա կապում է իդեպ հարակվի արդյունքների հետ, հարակվեն հանդրությունից առաջ չի լինելու, հանդրությունից հետո նախ տեսնենք ինչ արդյունք կլինի, ինչ կլինի, այսինքն ես չեմ կարծում, որ 26-ին է ստորագրվելու նույնիսկ, նայած Տրամպը ինչ իրավիճակում կլինի ԱՄՆ-ում եւ արդյոք այդ Էփշտեյնի գործով տարված ինքը արդեն իր անվտանգության մասին չի սկսի մտածել։ Լիլիթ, հիշում եք երբևէ այսպիսի մթնոլորտ նախընտրական Հայաստանում։ Այսպիսի մթնոլորտ հիշում եմ 2003 թվականին, դուք հետաքրքիր այդպես հաղորդում տեսա նաև ձեր հեղինակային հանրային հեռուստաընկերությամբ ատելության։ Ես դեռ 13 տարեկան այսպես դեռ ասի, բայց հիշում եմ, որ ատելություն կար։ Ուղղակի այդ ժամանակ հստակ փոքրամասնություն էին իշխանությունները եւ ընդդիմությունը վայելում է ժողովրդի հարգանքը եւ վստահությունը։ Հետագայում միշտ տեղի ունեցավ դրա մասին չխոսեմ։ Հիմա առավել վտանգավոր է, եկեղեցու թեման էլ կա, փորձում են կրոնը օգտագործել, որը շատ իհարկե տգեղ է։ Մի կողմից չես կարողանում քննադատել, որովհետեւ հավատացյալ ես, մյուս կողմից չես կարողանում ձայն չհանել այս մարդկանց արարքներից եւ հիմա առավել այո ես տեսա համաձայն եմ պառակտված եւ մասնատված է հասարակությունը այն ժամանակ գոնե գիտեն կային ընդդիմություն, լիդեր եւ կար իշխանություն հիմա իշխանություն կա, ընդդիմությունը տարբեր երանգներ ունի արևմտամետ, ռուսամետ, այդտեղ արևմտամետներն էլ այդքան էլ արևմտամետ չեն, այնտեղ կան մարդիկ, որ ավելի շատ ռուսամետից էլ ռուսամետ են, ուղղակի չի երևում, այսինքն ոչ, այսպիսի ներկապնակ եւ ես ասում եմ ես հավակցում եմ նույնիսկ հայ ժողովրդին, որովհետև ունենալու ենք 1000 կուսակցություն, 2 միլիոն բնակչության կտրվածքով եւ որևէ մեկը չի հասկանալու ով ում հետ կապ ունի։ Մեկ էլ կարող է վերջում պարզվի բոլորը, չգիտեմ, KGB-ի հետ կապ ունեն, բայց ասում էին մենք Եվրամիության կողմնակիցն ենք, օրինակ։ Չասեցիք կոմպրոմատների պատերազմը ինչի կարող է հանգեցնել այս մթնոլորտը։ Սա եւ կա այդ ռիսկը։ Արդեն սկսել է, նորություն չի, Հայաստանում ես կասեի Սերժ Սարգսյանի կառավարման տարիներից է դա սկսել, երբ գործիք էր հանդիսանում ԱԱԾ-ն, ընդհանրապես կոմպրոմատները ընդդիմադիրների նկատմամբ,
Եվ հիմա շարունակվում է, հետաքրքիր է հասկանալ ովքեր են տրամադրում այս տեսանյութերի իշխանություններին, այդ հարցը շատ կարևոր է, որովհետև Արշակ Սրբազանը դիմեց դատարան, բայց զրպարտության համար չդիմեց, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հոդվածն է, այսինքն չի հերքել ըստ էության, որ դա ճիշտ է, դա մի կողմ, հարց չի առաջանում, երբ է կատարվել այդ նկարահանումը, ով է կատարել, լռություն է։ Դեպ մամուլում տեղեկություն կա, որ դա Սերժ Սարգսյանի օրոք է կատարվել։ Այսինքն սա նոր չի, այլ հարց է, որ հիմա ինչ-ինչ կենտրոններից ձեռնտու է, որ այդ կոմպրոմատները արդեն ի հայտ կան։ Ես չգիտեմ ում վրա էլ կա կոմպրոմատ, հիմա կարող է հարց տան, բա իշխանության վրա չկա, ինձ շատ են այդ հարցը տալիս քաղաքացին, ես չգիտեմ։ Ես որևէ մեկի անձնական կյանքով հետաքրքրված չեմ, դա ճիշտ չի, բայց որ Հայաստանում ներքաղաքական պայքարը լինելու է այս շրջանում ամենակներեք կեղտոտը եւ ամենատեգեղը, ես դրանում վստահ եմ։